2022 թվականից սկսած նոր քրեական դատավարության եւ նոր քրեական օրենսգրքով ընդունված պայմանավորված նաեւ իրավապահ մարմինների շրջանակներում համապատասխան բարեփոխումներ են մեկնարկել, տեղի է ունեցել նաեւ այս ընթացքում քննչական մարմինների կոնսոլիդացիա եւ ըստ էության ազգային անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից քննչական կոմիտեին են միացվել քննչական ստորաբաժանումները ըստ էության այսօրվա դրությամբ մենք ունենք երկու քննչական մարմին, դա քննչական կոմիտեն է եւ հակակոռուպցիոն կոմիտեն է, ոստիկանությունը ինքը ավելի օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմին է, նախկինում ոստիկանությունը ինքը իրականացնում էր առանձին նաեւ հետաքննական գործընթաց եւ հիմա ըստ էության համակարգի փոփոխության արդյունքում օպերատիվ հետախուզությունը համարվում է նաև ըստ էության որպես հետաքննություն, իսկ որպես այդպիսին հետաքննության ինստիտուտը ինքը դիտվում է արդեն որպես նախաքննության մաս, նաև տեղի է ունեցել ըստ էության պարեկային ծառայության ձևավորումը, նաև դրա հիման վրա այդ օրինակով, կարելի ասել ավելի շուտ քրեական ոստիկանության ձևավորման գործընթացն է ընթանում եւ նախկինում մենք ունեինք օրինակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչություն, առանձին քրեական հետախուզություն եւ այլը, այդ բոլոր ստորաբաժանումները միավորվել են եւ ստեղծվել է քրեական ոստիկանություն, փոխվել է նաեւ այդ մարմիններում աշխատողների աշխատանքի ընդունման ընթացակարգը, դարձել է մրցույթային սկզբունքով, նաեւ ուրեմն վերանայվել է եւ վերանայվում է կրթական բաղադրիչը քրեական ոստիկանության աշխատակիցների եւ ըստ էության այդ բոլոր բարեփոխումները կարծես ավելի միտված են այդ ծառայությունների աշխատանքի որակի բարելավմանը, աշխատակիցների ավելի պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը